Հանցավորությունը Հայաստանում 2025-ին նվազել է 3,2%-ով։ Հրազենով հանցագործությունների թիվը 2025-ին 24%-ով ավելի բարձր է եղել, քան 2024-ին։ Փոխարենը իրավապահները 42%-ով ավելի զենք զինամթերք են արգրավել, քան 2024-ին։ 115 անձի էլ ձերբակալել են զենք զինամթերք պահելու համար։ Մի խոսքով, 2025-ը հանցավորության դեմ պայքարի առումով վատ տարի չէր, կարծես։ Եթե իհարկե լավն ու վատը որոշենք թվերով, իսկ եթե քննարկենք հանցավորության որակական փոփոխությունները, ապա 2025-ին բավականին ահասարսուլ դեպքերի ականատեսը դարձանք։ Եթե մենք վերլուծում ենք սպանությունները, նկատում ենք, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպանությունները 50-ն են, անցած 45-ի դիմաց։ Սրանք իրավիճակներ են, որոնք բռնության պորտկման, հանկարծակի պորտկման հետ են շատ հաճախ զուգորդվում եւ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ մի հայոյանքի կամ մի փոքր ինչ-որ վեճի արդյունքում ունենում ենք հուզական ագրեսիվ վարքագիծ որոշակի դրսևորումներում, ինչը հանգեցնում է կյանքի ձեռքման իրավիճակների։ Փորձագետների կարծիքով, սակայն, նախապես չծրագրված, այսպես ասած, սպոնտան սպանությունների կանխարգելման հարցում եւս իրավապահները մեծ անելիք ունեն։ Պարզապես այդ անելիքը ավելի բազմաշերտ եւ ծավալուն է։ Բացի սա, այդ գործողությունները բացառապես իրավապահներով չեն կարող սահմանափակվել։ Դրա համար կա համայնքային ոստիկան, որը պիտի լինի այդ համայնքի, այդ շենքի, այդ բնակիչների ամենավստահելի մարդը կամ առնվազն այդ մարդկանցից մեկը։ Շատ տեխնիկական եւ շատ կենսաղային բառերով ասած, յուրաքանչյուր բնակիչ պիտի իմանա իր համայնքային ոստիկանի տեսուչի անունը կամ ինչ անուններ որ նա ունենա, նրա դեմքը, նրա ստաժը։ Մասնագետների կարծիքով ներկայիս իրավապահ համակարգը հենց այս առնչությամբ ունի խնդիրներ, այսինքն հասարակության վստահությունն առ ոստիկանություն մնում է ցածր մակարդակի վրա։ Այդ թվում այն պատճառով, որ պարբերաբար լրահոս է սպրդում տեղեկություն այս կամ այն բաժնում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի վերաբերյալ։ Սա է նաև պատճառը, որ հանցավորություն ծնող որոշակի երևույթներ մնում են իրավապահների տեսադաշտից հեռու։ Քաղաքացիները նախընտրում են չհամագործակցել համակարգի հետ գլխացավանքից խուսափելու համար։ Օրինակ, վերջերս Սպիտակում գրանցված դեպքը, երբ դպրոցում ծեծված 13-ամյա տղան ծանր վնասվածքներով հայտնվել էր բժշկական կենտրոնում։ Ուսումնական հաստատությունից չենք ունեցել ազդակ, որ նմանատիպ իրավիճակ կա կոնկրետ ուսումնական հաստատությունում եւ ըստ էության դեպքի մասին իրավապահ համակարգը իմանում է կամ օպերատիվ աշխատանքի առումով, այսինքն նույնիսկ հայրը կամ տղան կամ մայրն ասում են, որ վայր ընկնելու հետևանքով է միջադեպը եղել, բայց բնականաբար մենք բոլոր դեպքերի հետևից գնում ենք։ Եվ սրա արդյունքում է, որ պարզում ենք օպերատիվ ճանապարհով, որ ոչ թե ուղակի սայթաքել է անձը եւ վնասվել, այլ եղել է ծեծկռտուք։ Անցած տարի իրավապահները ֆիքսել են եւս մեկ խնդիր, որը թերևս խոսում է երկրում առողջապահական ոլորտում առկա բացի մասին։ Խոսքը հոգեկան խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ հանցագործությունների եւ ոստիկանների կողմից դրանք կանխելու հնարավորությունների մասին է։ Այս տարի մենք ունեցել ենք հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանությունների կատարման աճ։ Իհարկե, այստեղ մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ դեպքերում մենք ունեցել ենք անձինք, ովքեր որ հարկադիր բուժումն արդեն ավարտել են, վերադարձել են ընտանիք եւ կրկին դեպք է տեղի ունեցել։ Ունեցել ենք իրավիճակ, երբ որ անձը նույն ձեր մատնանշած դեպքում հաշվառված չի եղել հոգեկան առողջական վիճակի հետ կապված խնդիր ունեցող անձ։ Երբ լինում է ահազանգ, որ մենք ունենք, չգիտեմ, ոչ այնքան սովորական վարք ցուցաբերող մարդիկ, ինչ են անում ոստիկանները, ինչ է ցուցված անել ոստիկանների համար, ինչպիսի պրոտոկոլներ կան աշխատելու, ինչպես է ոստիկանը հայտնվում այդ տարածքում, արդյոք հայտնվում է միայնակ թե առնվազն տարածքի սոցիալական աշխատողի հետ միասին, թե հոգեբուժի հետ միասին։ 2025-ին 614-ով աճել են ապօրինի թմրաշրջանառության դեպքերը, այսինքն ավելի շատ թմրանյութ է պտտվել երկրում։ Մյուս կողմից, իրավապահները 768 կիլոգրամ թմրանյութ են արգրավել, քանի որ փոքրերի փոխարեն սկսել են հետապնդել խոշոր շնաձկներին։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։